Արմլուրին հայտնի դարձավ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շագալդյանի վերաբերյալ եզրակացություն է հրապարակել, համաձայն որի վերջինիս խախտել է հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։ Հանձնաժողովն ուսումնասիրել է Հակոբ Շագալդյանի 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի տվյալները եւ ստուգման արդյունքում պարզել է, որ հայտարարագրի եւ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների համաձայն Հակոբ Շագալդյանը 1998 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի ապրիլի 11-ը հանդիսացել է Հակոբ Շագալդյան ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը։ 2024 թվականի օգոստոսի 15-ին Հակոբ Շագալդյանը քաղաքացի Արա Մխիթարյանի հետ կնքել է շարժական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով Հակոբ Շագալդյան ՍՊ ընկերությունում ունեցած իր 100% բաժնեմասը 3 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել վերջինիս։ Հանձնաժողովը 2025 թվականի մարտի 7-ին գրությամբ դիմել է Շագալդյանին, պահանջելով ներկայացնել պարզաբանում պայմանագրի ֆիզիկական անձի հետ կնքման առնչությամբ, ինչպես նաև տեղեկատվություն ընկերության կանոնադրական կապիտալում Հակոբ Շագալդյանի բաժնեմասի հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ առկա պայմանագրեր կամ պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ։ Հակոբ Շագալդյանը ներկայացրել է պարզաբանում եւ նշել է, որ 2024 թվականի օգոստոսի 15-ին Արա Մխիթարյանի հետ կնքել է նոտարի Սեղանամատյանի շարժական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով վերջինիս 3 տարի ժամկետով կառավարման է հանձնել իր բաժնեմասն ամբողջությամբ։ Վերջինս նաև նշել է, որ նշված պայմանագիրը թեև կնքվել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ եւ առերևույթ առկա է հավատարմագրային կառավարչին առաջադրված պահանջների անհամապատասխանությունը, այնուամենայնիվ հավաստել է, որ Հակոբ Շագալդյան ՍՊ-ի բաժնեմասը փաստացի կառավարվել եւ կառավարվում է պայմանագրով հավատարմագրային կառավարիչ նշանակված Մխիթարյանի կողմից եւ ինքը որևէ կերպ չի առնչվել եւ չի առնչվում կառավարմանը։ Հաշվի առնելով վերոգրյալը, հանձնաժողովն ամեն դեպքում անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել։ Շագալդյանը ներկայացրել է պարզաբանում, սակայն հանձնաժողովն այնուամենայնիվ կայացրել է որոշումը եւ ներկայացրել էական նշանակություն ունեցող մի քանի կետից բաղկացած փաստեր, հաշվի առնելով, որ ընկերության հավատարմագրային կառավարիչ է հանդիսացել օրենքի իմաստով հավատարմագրային կառավարիչ հանդես գալու իրավունք չունեցող անձը։ Արդյունքում հանձնաժողովը եզրակացրել է. Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շագալդյանի կողմից խախտվել են հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։